Ջան, մի բան կարող եմ ասել։ Դե ներկայում մենք ոնց ենք պատկերացնում ամեն մեկս։ Բայց պատմությունից կարելի է նման դրվագները վերցնել եւ նաեւ դրանց եզրակացնել թե սա ինչ հանգուցալուծություն ունենալու։ Որ դրվագն ընդդեմ։ Պատմական բոլոր դրվագներում Պատմական որ դրվագի հետ են նույնանում Նիկոլ Փաշինյանի գործողությունները պատմության առհասարակ այն ինչ կատարվում է։ Քրիստոնեական եկեղեցին 2000-ամյա եկեղեցի է եւ դրա անբաժանելի մասն է հայ առաքելական եկեղեցին, որը նույնպես 2000-ամյա եկեղեցի է, որից 1700 տարին pedagogan կարգավիճակով։ Հիմա իհարկե pedagogan չէ։ Ուրեմն այս ամբողջ 2000 տարվա ընթացքում եկեղեցին միշտ ունեցել է իր վրա մախումներ եւ դուրս եկի հաղթանակած։ Այսինքն դա չի ընկճում եւ չի վախեցնում Փաշինյանի համարձակ սցենարները։ Երեք ջան, անունները տալիս եք, դա ինձ շատ չի դաշկրում, թե ում սցենարներ։ Ինք իրենն է, ումն է, եկեղեցի խոսքով ասած մաքրելու տեղապահի ընտրության հարց է քննարկում Բարսաձայնում։ Այն ջան։ Սրանք որևէ դրանց մեջ չեն փուզում։ Մեր եկեղեցին ասում եմ անցել է ճանապարհներ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի քայլերը որևէ ասում չէ տալու։ Եկեղեցին մնալու է այնպես, կաթողիկոսի գլխավոր։ Երբևէ եթե պատմության մեջ լսած եք, որ որևէ մի անհատ մարդ Արարած դուրս եկի Աստծո դեմ ապստամբել եւ հաղթել է, այստեղ կարող էիք այդ հարցերը տալ։ Իսկ եթե շատ ու շատ հոգեվորականներ համարում են, որ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, այլ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես իրագործում է Փաշազադեի պլանը, այս դեպքում մենք էլի նույն համարձակությամբ կասենք, որ հաղթանակը միևնույն է եկեղեցու։ Եթե շատ հոգեվորականներ այդպես են մտածում եւ արտահայտվում, իրենց պիտի հարցնեք։ Չէ, այդուհանդերձ, եթե համարենք Աստված միարացրել, որ այս ծրագիրը ոչ թե փոքրիկ ԿՊ-ական խմբակի ծրագիրը, այլ մասշտաբային է եւ արտաքին ճնշումներով են, էլի մենք նույն վստահությամբ կարող ենք ասել, որ եկեղեցին է հաղթելու։ Միանշանակ, ուրիշ կարծիք չկա։ Եթե պետությունը պարտվում է, եկեղեցին միևնույն հաղթում է։ Միանշանակ, ուրիշ կարծիք չկա։ Այս բարակամել եկեղեցին հաղթելու է։ Անպայման։ Հիմա էլ եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է։ Ինչպես, երբ որ 10 եպիսկոպոսներ Փաշինյանի ձեռքն են սեղմում։ Ինչ կապ ունի։ Մեկը եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է։ Որովհետև եկեղեցու գլխին Քրիստոսն է, իսկ Քրիստոսը հայտարարել է, որ ես հաղթեցի աշխարհին։ Իսկ մտահոգություններ չկան։ Հաղթանակի ճանապարհով են գնում։ Ես անձամբ չունեմ մտահոգություն։ Մտահոգություններ չկան, որ եւս այլ հոգեվորականներ կմիանան այն հոգեվորականներին, ովքեր իշխանության կողքին են կանգնել։ Այդ կարող է լինել, բայց դա մտահոգիչ չէ ինձ։ Ցավ է, բայց ոչ մտահոգություն։ Չէ՞ կարծում որ այսպես պարակտում կլինի եկեղեցու ներսում։ Չէ, չի լինի։ Եկեղեցու ներսում չի լինում պարակտում։ Եկեղեցու ներսում լինում են առանձնացումներ, որոնք ինքնաբերաբար եկեղեցուց դուրս են համարվում եւ եկեղեցու ներսը մնում է չպարակտված։ Շնորհակալություն, Տեր Բացոս։ Եկեք։